Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ինքնապաշտպանական հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող մի շարք թիրախների, այդ թվում հրթիռների արձակման կայանների եւ ականներ տեղադրող նավերի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության մամուլի քարտուղար կապիտան Թիմ Հոքինսի հայտարարության համաձայն գործողություններն իրականացվել են ամերիկյան զորքերը իրանական ուժերից բխող սպառնալիքներից պաշտպանելու համար։ Իրանական պետական հեռուստատեսությունն էլ հաղորդել է պայթյունների մասին, որոնք տեղի են ունեցել Բանդար Աբասի շրջանում, որտեղ գտնվում են ռազմական նավահանգիստներ եւ երկակի նշանակության օդանավակայան։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կուժեղացնի ռազմական գործողությունները Հեզբոլլահի դեմ Լիբանանում։ Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ Նեթանյահուն բանակին հանձնարարել է ել ավելի ուժգին սեղմել ոտնակը եւ ընդլայնել գործողությունները շիական խմբավորման դեմ։ Իսրայելի տվյալներով ապրիլի 16-ի զինադադարից հետո այդ հարձակումների հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում 1 զինծառայող։ Լիբանանյան կողմը պնդում է, որ նույն ժամանակահատվածում իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 400 մարդ։ Իսրայելն այս գիշեր եւս հարվածներ է սկսել Լիբանանի տարածքում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ թիրախավորվել են Հեզբոլլահի ենթակառուցվածքային օբյեկտները։ Իսրայելական կողմի տվյալներով հարվածները հասցվել են Բեկկայի հովտում եւ Լիբանանի մի շարք այլ շրջաններում։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ոչ թե սպասի հակամարտության ավարտին, այլ նախաձեռնողաբար մասնակցի Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության ապահովմանը։ Պոլիտիկոյին տված հարցազրույցում Գարգաշը նշել է, որ Եվրոպան պետք է ներգրավվի ծովային հավաքական անվտանգության ապահովման եւ նեղուցով էներգակիրների ու պարարտանյութերի անխափան փոխադրման գործընթացում, քանի որ դա անմիջականորեն առնչվում է եվրոպական շահերին։ Նա նաև ԵՄ երկրներին կոչ է արել գործել արագ եւ չսպասել հետկոնֆլիկտային փուլին։ Գարգաշի խոսքով Արաբական Միացյալ Էմիրությունները եւ եվրոպական երկրները մեծ ներուժ ունեն գործակցությունը խորացնելու առևտրի, տեխնոլոգիաների եւ պաշտպանության ոլորտներում։ Ռուսական ուժերը հարձակվել են Օդեսայի մարզի վրա։ Ռուսաստանի զինված ուժերը երեքշաբթի գիշերը համատեղ հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել Օդեսայի մարզի ուղղությամբ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է շարունակել հարվածները Կիևում, այդ թվում որոշումների կայացման կենտրոնների ուղղությամբ։ Ռուսական կողմը կոչ է արել օտարերկրյա քաղաքացիներին, դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին հնարավորինս շուտ լքել քաղաքը։ Հարվածները կուղղվեն ինչպես որոշումների կայացման կետերին, այնպես էլ հրամանատարական կետերին, ասվում է հայտարարության մեջ։ Մոսկվան պնդում է, որ դա պատասխան է անցած ուրբաթ Ուկրաինայի իրականացրած անօդաչու հարձակմանը, որի թիրախում ըստ ռուսական կողմի եղել է ուսանողական հանրակացարան։ Ուկրաինական կողմը սակայն հայտարարել է, որ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքերի էլիտար հրամանատարական ստորաբաժանմանը։ Հնդկաստանում ավելի քան 300 զբոսաշրջիկ մնացել է մոտ 150 մետր բարձրության վրա ճոպանուղու աշխատանքի խափանման հետևանքով։ Փրկարարական գործողությունները տևել են շուրջ 7 ժամ եւ բոլոր մարդկանց հաջողվել է անվտանգ տարհանել։